Հայաստանի Հանրապետության նախագահի երթմնակալության թվով 6-րդ տարարողությունը խոստանում է թեժ լինել։ Ընտրության պաշտոնական արդյունքներով երկրորդը ճանաչված Ռաֆի Հովհաննիսյանի կողմնակիցները մտադիր են նախագահի պաշտոնամուտի այլընտրանքային արարողություն կազմակերպել, համարելով, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել եւ չի կարող երդվել, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը, ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի։ Իսկ ինչպիսի մթնոլորտում են անցել Հայաստանի նախագահների նախորդ 5 ինագուրացիաները։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երթմնակալությունը 1991-ի նոյեմբերի 11-ին էր։ Մեր պետությունը դեռ չուներ սահմանադրություն եւ որոշվեց, որ իբրև խորհրդանիշ հարկավոր է ընտրել ավանդույթի ուժով ամրագրված որևէ սրբություն։ Որպես այդպիսին ընտրվեց Աստվածաշունչը, հաշվի առնելով նաև, որ հայերն առաջինն են աշխարհում պետականորեն ընդունել քրիստոնեությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահի երդման համար ազգային ժողովի հատուկ նիստին Մատենադարանից բերվեց հայկական հնագույն ամբողջական ձեռագիրը՝ 7-րդ դարի վեհամոր ավետարանը։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդվեց աչը ավետարանին դրած։ 1996-ի նոյեմբերին դարձյալ Լևոն Տեր-Պետրոսյանն էր երդմամբ ստանձնելու Հայաստանի նախագահի պաշտոնը։ Այս անգամ սակայն Հայաստանն արդեն ուներ սահմանադրություն, եւ բնական է, որ նախագահը երդվեց արդեն վեհամոր ավետարանի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մայր օրինակի առաջ։ Այս երդմնակալությունն առաջինն էր, որին ներկա էր ընտրություններում պարտված հիմնական թեկնածուն։ 1998-ին Հայաստանի նախագահի արտահերթ ընտրություն տեղի ունեցավ եւ սկսած այդ պահից Հայաստանի նախագահի երթմնակալության արարողությունները տեղի են ունենում ապրիլի 9-ին։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի 98-ի ապրիլի 9-ի պաշտոնամուտի արարողությանը ներկա չէր ընտրությունների երկրորդ փուլում պաշտոնական արդյունքներով նրան պարտված Կարեն Դեմիրճյանը, փոխարենը ներկա էր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ազգային ժողովի հատուկ նիստն անցկացվում էր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Երդման բուն արարողությունից հետո օպերայի նախասրահում միմյանց հանդիպեցին եւ տեսախցիկների ներկայությամբ մի քանի րոպե զրուցեցին Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները։ Սա թերևս մինչ օրս նրանց վերջին արձանագրված հանդիպումն է։ Լարված մթնոլորտում եւ որոշակի սահմանափակումների պայմաններում անցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ի ապրիլի 9-ին։ Ազգային ժողովի հատուկ նիստն անցկացվում էր կառավարության նիստերի դահլիճում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Երկրորդ փուլում պարտված թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները համարում էին, որ ընտրության արդյունքները կեղծված են։ Ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Մատենադարանին հարող տարածքում եւ մտադիր էր բողոքի երթ կազմակերպել դեպի կառավարության նիստերի դահլիճ։ Այդ օրը մարդիկ աշխատատեղեր հասնելու դժվարություններ ունեցան։ Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում գնացքները կանգառ չէին անում։ Արգելված էր դեպի Երևան ցանկացած ուղևորատար տրանսպորտի մուտքը։ Կառավարության շենքի եւ նիստերի դահլիճի բոլոր մուտքերը փակված էին փշալարերով։ Ընդդիմության բողոքի ակցիայի մասնակցող ժողովուրդն ու Հայաստանի նախագահի երթմնակալությանը մասնակցողները հայտնվեցին փշալարերի հակառակ կողմերում։ Դրամատիկ էր նաև 2008-ի ապրիլի 9-ին կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երթմնակալությունը։ Բուն արարողությունը, ինչպես եւ 98-ին, օպերայի դահլիճում էր։ Դեպի այդ տարածք տանող բոլոր ճանապարհները փակ էին, ինչպես 2003-ին։ Մարդիկ դարձյալ աշխատատեղեր հասնելու բարդություններ էին ունենում։ Ազգային ժողովի հատուկ նիստին ներկա չէր ընտրություններում հաղթած թեկնածուի հիմնական մրցակից Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ներկա էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին հատուկ շնորհակալություն հայտնեց երրորդ նախագահն իր ելույթում։ Ճիշտ ապրիլի 9-ին լրանում էր մարտի 1-ի ողբերգության զոհերից 8-ի մահվան 40-րդ օրը։ Երթմնակալության արարողությանը զուգահեռ Միասնիկյանի արձանի մոտ տեղի էր ունենում զոհերի հիշատակի հարգման միջոցառում, որ նախաձեռնել էր քաղաքական ընդդիմությունը։ Այս միջոցառման մասնակիցները ծաղիկներ տեղադրեցին Միասնիկյանի արձանի մոտ, իսկ որոշ ժամանակ անց հավաքվածներից մի խումբ շարժվեց դեպի Հանրապետության դատախազության շենք եւ լուռ ակցիա անցկացրեց ազատություն քաղբան տրկյալներին կարգախոսով։ Կարելի է արձանագրել այսպիսով, որ Հայաստանի նախագահի պաշտոնամուտի արարողությունները տոնական մթնոլորտում են անցել միայն 1991 թվականին։ Հետաքրքիր է, երբ կլինի հաջորդ երջանիկ բացառությունը։